Հակոբյան, դեկտեմբերի 6-ի 24 թվի, պատահական նկատեցի, որ Rocket Line-ի վրա շոմի գումար կա 26,000 դրամներ, որը պետք է չլիներ։ Հետո մտա իր պատմություն, տեսա, ուրեմն 40 րոպե ընթացքում իմ 400,000 սահմանաչափը դիում են գրել սարքել են 3,170,000 ու 40 րոպե ընթացքում տարբեր թե հաշվի համարների, թե քարտային համարների փոխանցել են։ Դիմել են բանկ, իրանք ասում են ID բանկ։ Իրանք ասում են դուք երևի հղումով անցել եք, ասում ես հղումով չեմ անցել։ Ասում եմ մոտ ցույց է տալի, որ ձեր հեռախոսը ռեալն է, բայց այս գործակը կատարվել է iPhone-ով։ Բացեմ որ iPhone-ով է կատարվել, մի հատ խիչ եք հարցում անում, այսօրվա դուսամ 3 միլիոնը քիչ փող չի, 300,000 չի ու ասեք հա։ Ու ասում իրանք մենք կարանք ձեզ առաջարկենք 12% տոկոսադրույքով, դուք մուծեք։ Ոչ ես իհարկե հրաժարվեցի։ Ու հիմա պայքարում ենք մեր արդարության համար։ Այդ ժամանակ բանկ կոնկրետ գնացել եք դիմեք բանկի կառավարիչին կամ Անմիջապես մոտեցել եմ կառավարիչին, ինքը ինձ ուղղորդել է իրանց, ինձ թվում է իրանց իրավաբան էր, մի հատ աղջիկ չգիտեմ անմասկանում։ Իրանց հետ զրուցել ենք, իրանք այդքան բանը հենց ասացին, դժոշի բան։ Այսինքն հիմա գտնվում եք սև ցուցակում։ Դե, չգիտեմ, գտնվում եք։ Չէ, ինձ զանգահարեցին հաշտարարից, ճիշտն ասած, ասի որ առաջարկում են 5 տարով սառեցնենք, բայց վստահություն չկա, 5 տարի հետո կարող է այս 5 տարվա տոկոսներ է կարում։ Հետո սառեցումը ինչն է, սառեցում հասկացողությունը որն է, կամ չեղարկում են, կամ ես չգիտեմ։ Իսկ պատկան մարմիններից ինչ ակնկալիք ունեք, քանի որ մինչ այս պահը տեսնում ենք, որ չեք ստացել ոչ մի։ Ամենայն դեպս հույսը կա։ Այնպես չի, որ լրիվ ես իմ հակամեզ են խոսում, մարդիկ կան, որ մեր շահից են խոսում, հույս ունենք ու այդ պահով պայքարում ենք, այդ խումն է։ Իսկ մինչ այդ դիմել եք բանկին, ինչ-որ վարկ վերցնելու կամ Կոնկրետ ID բանկի չէ, բայց այս պայանի վրա Ակվա բանկից կա 500,000-ի սահմանը, մեկ էլ Արջին բանկի էլի ես ունեմ վարկեր, որը պարտաճանաչ մուծում եմ։ ID բանկ չեմ դիմել անգամ։ Ձեր տվյալները, այսինքն այդ բանկին որտեղ է։ Ասում եմ ձեր մտել է ձեր բանը, ասում կարող տրամադրել եք ուրիշ տրամադրելը որն է, կարող այս փողոցում մարդկանց կանոնացնեմ, ասել կարող եմ տվյալներ ուզում եք։ Կամ տվյալներ ասենք ինչ-որ մի ֆանտազիայի բանով վերցնենք տվել ենք։ Բայց դուք հարցում արեք։ Ոնց է ուրիշ բանկից օրինակ վարկ վեկալում եք, օրինակ զանգում եք տեսակապով չեմ չտում չեն տալիս։ Ու ավելի քիչ գումարի։ Rocket Line-ով միայն կարողանում եք on-line գնալ։ Առևտրային շոկը չեք կարողանում կանխիկացնել։ Իհարկե ոչ։ Փոխանցում եք այդ տվյալ կազմակերպության հաշվի համարին, բայց իմը փոխանցվել է մի 6-7 քարտի եւ Ինեկո բանկի հաշվի համարի, իրանց ID բանկի հաշվի համարի տարբեր մարդկանց է փոխանցվել։ Բայց այս դեպքում այդ գումարը կանխիկացվել է։ Բնականաբար կանխիկացվել է։ Հիմա հակակոռուպցիոն կոմիտեից ինչ ակնկալիք ունեք։ Մեր ակնկալիքը բոլորից նույնն է, մեր լուծում ինտրվի արդարացի լուծում, մեր պահանջի։ Ընդհանրապես բոլորից ակնկալիքը նույնն է։ Իշխանությունից եք պահանջել, որ հետևողական լինի ձեր հարցը։ Մենք իշխանությունից կառավարություն էլ պարոն Կարագոզյանը մտել, ճիշտ ասած այս բան չգիտեմ իրան գրավոր պատասխան եկել է թե չէ, բայց ամենտեղ դրական տրամադրվածություն կար։